9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե մաղթում երաժշտական հրաշալի առավոտ։ Այո, շաբաթ է, առավոտյան եթերում ձեզ համար ինչպես միշտ աշխատում է Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Դե ես կարճեվում ժամուկեսանոց մեր կենթանի ռադիոհամերգն է։ Այո, հրաշալի համերգային ծրագիր է սպասվում մեզ, նույնիսկ կասեի լավ իմաստով սպառնում մեզ, որովհետեւ հիանալի խումբ է այսօր մեզ մոտ եւ վստահ եմ երկար եք սպասել նրանց, որ կրկին տեսնեք ու լսեք մեր եթերում։ Այո, խմբի անդամների հետ մենք առաջին անգամ չէ որ այսօր պետք է հանդիպենք, իսկ ձեզ առաջարկում ենք միանալ մեր լայվերին։ Երրորդ անգամն է, եթե չեմ սխալվում, կհարցնենք, ես որքան հիշում եմ, երրորդ անգամն է արդեն, որ մեր սյուր են գալիս այս խմբի անդամները։ Այո, իրենց կազմով եւ իրենց կատարումներով միացեք մեր լայվերին armradio.am կայքում գործարկված է լայվը, նաեւ Facebook-յան տարբերակով եւս ունենք ուղիղ հեռարձակում։ Այո, եթե դուք դեռ չեք միացել, այդ սխալը թույլ եք տվել Հանրային ռադիոյի Facebook-յան էջին, հայատար գրում եք Հայաստանի Հանրային ռադիո, անպայման follow կոճակն եք սխմում եւ իհարկե հետեւում մեր լայվերին։ Ողջունում ենք Another Story Band-ին եւ իհարկե Արմեն Ցոյ Սարգսյանին։ Բարի լույս տղաներ։ Բարև ձեզ։ Ճիշտ եմ հիշում, երրորդ անգամն եք մեզ մոտ։ Կարծես, այո։ Առաջի ու երկրորդը այս կոլեկտիվով ենք եկել, երրորդ անգամ եկել ենք հեղինակային ծրագրով, եւ սա չորրորդ։ Սա արդեն չորրորդ է։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան Լավ բարձացել ենք, ռեյտինգը բարձրացել ենք։ Լավ է, լավ, դուք մշտական ունեք մեզ մոտ։ Որովհետեւ մենք ձեզ շատ ենք սիրում։ Փոխադարձ է մեր սերը, այո, իհարկե։ Ինչ է փոխվել մեր վերջին հանդիպումից հետո ձեր խմբի կյանքում։ Բավականին հետաքրքիր ընթառաջ ենք ունեցել, երգեր են ավելացել, գեղեցիկ։ Խումբը չի մեծացել, թե խումբը զգում եմ որ չի փոքրացել։ Սա կարա մեծանա։ Բայց ընդլայնվել է։ Խմբի, այո, կնկատեք, որ խմբի երկու երաժիշտ փոխվել են արդեն, որտեղ այն ժամանակ ունենք ֆլեյտահար։ Այս անգամ գործիքի տարբերություն ընդունում ենք։ Տեսա նոր գործիք, ճիշտն ասած։ Սաքսոֆոն ունենք, բաս գիտարը նույնպես երաժիշտը փոխվել է, իսկ հիմնական կորիզը երաժշտական մնացել է։ Այո, մնայուն եւ հավատարիմ խմբի։ Ոճային առումով փոփոխություններ, նորություններ փորձել ենք մեզ գտնել ոճային առումով տարբեր երկու ծրագիր ունենք, դե Another Story Band-ը տարբեր հարթակներում հասկանում են բոլոր, որ եւ հայերեն ծրագիր կա եւ ռուսական ռոքը։ Հայերեն ծրագրում նույնպես շտկումներ տեղի ունեցել, երգեր են փոփոխվել եւ նույնքան ռուսական ծրագրում։ Այնպես որ առաջատած ունեցել ենք եւ ունենք, բոլորը մեզ դեռ բացահայտում են, այդպես ասեմ։ Դեռ այսպեսի խումբ կա, այո։ Խումբը արդեն 10 տարեկան է։ Եկեք ասենք, եւ քանի որ ձեր Facebook-յան եւ Instagram-յան էջերը փակ են, բլոկված են, այսօր լավ առիթ է մեր եթերում, ուղիղ եթերում ձեր երկրպագուների հետ հաղորդակցելու։ Այո, մենք երեկոյան համերգի էինք եւ ես երկու անգամ հայտարարեցի, որ ժողովրդան հասկանում ենք, առավոտ շուտ է, բոլորը քնած կլինենք։ Ցանկություն է պետք։ Բայց մի թողեք նման եթեր եւ միացեք, ես էլ տեղադրել եմ հնարավորինս այն հարթակներն, որտեղ որ դեռ կա, կոնկրետ որտեղ տեղափոխվեն եւ Facebook-յան էջում։ Գեցեք, չէ, ինչ քնել, այս եղանակին էս լավ տրամադրությամբ շաբաթ առավոտ էլ ոչ մոտ։ Ժամանակը մսխել պետք չէ։ Դեռ կհասցնենք քնել։ Երկու անգամ եկել ենք ձմեռը, ձուն։ Այս անգամ գարունը իմ սիրած եղանակն է։ Լուրջ։ Էլի լավ է, ամեն ինչ։ Էլի լավ է։ Այստեղ շատ կարևոր է նաև նշել, որ ջանքեր երրանդ չեք խնայում եւ փորձում եք սոցիալական հարթակներում ստեղծել նոր տարբերակներ, այնպես որ փնտրեք ընթացքի մեջ է, որպեսզի վերականգնեն ամբողջը։ Եվ իհարկե մի բան էլ նկատեցի, մենք երբ գալիս ենք եթերի, ինչ եթերը մենք երբ գալիս ենք երաժիշտները միշտ փորձ են անում։ Ես միշտ ուշադիր նայում եմ, թե ինչ փուլում է այդ փորձը, եւ այնքան ընկղմված էիք այդ նախաեթերային փորձի մեջ, նույնիսկ չլսեցիք, որ բարևեցինք, այսինքն որքան պատասխանատվությամբ եք մոտենում ձեր աշխատանքին, եւ դա բնականաբար երևում է նաեւ ելույթների ժամանակ։ Դրա համար իհարկե շնորհակալություն։ Անկեղծ, երբ որ ես խմբին հայտարարում եմ, որ հրավեր ունենք հանրային ռադիոյից, բոլորս ոգևորում ենք ու պատրաստում ենք, այդպես ավելի շուտ են գալիս, չնայած հաշվի առնելով, որ երեկոյան նվագում ենք, քիչ ենք քնում, այդպես շուտ են գալիս, մի հատ մենք ընդհանուր մի հատ բարև ենք իրար հասկանանք ինչ ենք անում, ինչ ենք պատրաստում, ու մեր համար շատ կարևոր է եթերը անցկացնել որակյալ, ավելի կոնկրետ, ոչ մի խնդիր չառաջանա։ Ու համոզված եմ շատ լավ եթեր ենք ունենալու։ Մենք ենք համոզված, ես ասեմ ավելին, հենց պատասխանատվությունն էր պատճառը, որ այ մենք պետք է հանդիպենք 2 թե 3 ամիս առաջ, Արմենը խնդրեց, որպեսզի մի փոքր հետաձգենք, որպեսզի ամեն ինչ լինի պատշաճ մակարդակի վրա։ Մաքսիմալիստ է Արմենը, ես այդպես եմ հասկացել, ճիշտ եմ, չէ։
ամեն տեսակից պատասխանատվությունը վերցնում, երբ որ հրավերը կա, ես հասկանում եմ, որ այնքան կարևոր է խմբի համար այդ պատասխանատվությունը, թե ժամանակի առումով, թե երգերը որակով ներկայացնելու եւ ինչ որ նորություն ունենած գոնե պատմելու, ասելու, որովհետեւ սա հարցազրույց, այսպես հետաքրքիր երկխոսություն է։ Համերգաշատ էր տարին։ Համերգաշատ էր։ Համերգաշատ։ Այս մի ականջս։ Ահա, ես հասկացա, ահա։ Այսպես ասեմ, ամիսներից է կախված ավելի շուտ։ Ձեզ մոտել է սեզոնային։ Այո։ Հա, երբ եղանակի հետ կապված։ Ձեր պիկը երբ է, աշնանը թե ամռանը։ Համերգային պիկը։ Միշտ որ շատ է լինում։ Ես կասեի հիմա։ Հա, հիմա արթնանում են մարդիկ։ Տակերը երբ որ ընկնում է արդեն եւ ունեն հնարավորություն բացօթյա հարթակներում եւ փակ տարածքներում, ինձ թվում է եղանակից էլ է ավելի շատ գալիս տրամադրությունը, այդպես այդ հնարավորությունները տարբեր տեսակետից, որտեղ կարելի է գալ լսել խմբին։ Կարելի է վայելել ուղղակի կատարումները։ Մենք ձեր այսօր դռները եւ ունենք այդ հոգիները, հնարավորությունը առավոտը սկսել Հանրային ռադիոյում սա ոնց որ սկիզբն է, մայիսյան, այսպես մայիսի իմ ամենասիրելի ամիսն է, այսպես ասեմ, իմ երաշտական սկիզբը սկսվել է մայիս ամսից։ այդտեղից է սկսվել։ Եվ սա արդեն սկիզբն է մայիս ամսու, ես շատ ուրախ եմ երջանիկ, որ այսօր այստեղ կանգնած եմ խմբի հետ միասին ձեզ մոտ։ Շատ հաճելի է, նաև տեղեկացնենք, որ հայկական ռադիոն այս տարի նշում է 100-ամյակը եւ այո, մենք մեր թողարկումները առանձնակ այսպես այս տարի տարբերվում են տոնական տրամադրությամբ, որովհետեւ մենք արդեն մի նայեք է մեր տեսքին 100 տարեկան ենք։ Այո, մենք 100 տարեկան ենք եւ այսպիսի երջանիկ տրամադրությամբ եկեք սկսենք մեր այսօրվա ռադիո համերգը ամենասկզբում ինչ ենք լսելու։ Ամենասկզբում շատ հայտնի երգ է, շատ հայտնի ստեղծագործ երգահան։ Հիշում եք, եթե հիշում եք, երգերը վերնագրերը մեկ-մեկ ասում ենք, մեկ-մեկ չենք ասում։ Ասենք հիմա։ Ասենք, մեկ էլ։ Շատերը լսել են մեր տարբերակով այս գեղեցիկ երգը Մեր սիրո աշունը։ Դե հիմա կարուն է, բայց այո։ Շարունակեք on-line հարթակում գրել հարգելի ռադիոլսողներ, արդեն ակտիվ են մեր ռադիոլսողները գրում են։ Միացեք։ Գնացինք։ Կարծում ես այդ անտրեմն է արտասվում պատուհանից Այդ ափսոսանքի խոսքեր էին գլորվում հատիկ-հատիկ Գլորվում են ոսում են, ապակուց տապվում են ցած Այս խոսքերը որ ասում ես, իմ երկի մեջ ուշացած Ում է պետք ուստվանալ, ափսոսանքը ուշացած Սերը կոմի անելուկ է, դախնիկ է, չբացված Նա գուցե աշնկատակն է, տերմներ էին դեղնած Ծարուվում լուր արտասում է, մի աղջիկ մենակ կանգնած Մեր սիրո աշունը, էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալ ամեն անգամ, աշնան է թայցելի Պատուանիք լուր գարդասվի Պատուանիք լուր գարդասվի Ես իմ անոր հասկանում եմ, անցած է չես բերի Այդ ամեն հատուցումներ իմ գործած իմ մեղքերի Այն աղջիկը և աշունը, բախների որ գործրի Դա ջայել իմ խենթությունը, որ երբեք ինձ չեն դերի Ես գիտեմ էր ժանքությունը մեկ անգամ է այցելում Իսկ հետո երբերանում է այս հետոց թե իր տոնում Ու հետո ամբողջ կյանքում է մենք նրան ենք որոնում Այն ասեմ օնա տոնում է երբեք ոչ ոք չի գտնում Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալ ամեն անգամ Աշնան է թայցելի Պատուանիք լուր գարդասվի Պատուանիք լուր գարդասվի
անցյալը մեր անգամ աշնան է տեսելի ու պատուան է լուր գարդասվի 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 Ոյ, իհարկե ծափահարություններն են հիմա շռնդալից հայտնվում մեր եթերում։ Այսպիսի ռիթմերից հետո Այո, էլի ինչ ուղղակի։ արտասվել։ Այս երգը այն երգերից է, որ միշտ մեզ գցում է հաճելի հիշողությունների Միանշանակ։ գիրկը։ Բոլորը հիշում են իրենց նախկիններին, իրենց սերերին, հաճելի պահերին։ Տունը կռիվ չեմ գցում։ Երբ որ սկսում էին նվագել, այդ առաջի տարիներում այս երգը նույնպես ընդգրկված էր, որ նոր սկսում էին նվագել, դե բնականաբար երիտասարդ տարիքում այս երգը նույնպես Բայց հետաքրքիր էր այս տարբերակով։ Շատ, բայց էլի Փոշին մաքրած, շատ սիրուն, շատ լավ մաքրել եք փոշին, շատ շատ բարի գեղեցիկ։ բան կար մեջը իրականում։ դե խմբով հա, այս տարբերակով մենք երգերի վրա դե գիտեք շատ ենք Այո։ աշխատում, որպեսզի հասկանանք երգը չփչացնենք, ամենակարևորն է, չվնասենք երգը եւ հասկանանք խմբի կառուցվածքի գործիքների համադրություններով ինչ կարելի է ստանալ։ Արմեն, տենց խնդիր եղել է, որ այ վերցնեք սիրված ստեղծագործություն հայտնի ձեր կատարմամբ, հետո լսեն ու ասեն, վայ, ես ինչ բան այն չէր, փչացրել եք։ Այս բան եղել է։ Չեմ հիշում, ճիշտն ասած, այս պարագայում, դե հիմա որ ասեմ չեմ հիշում, կասեն դե ինչքան ասել են, սա լավ է ստացել, բայց անկեղծ բոլորը ինչքան տարբերակներ եղել է, ասել են բավականին լավ է։ Ու այսօր մի քանի երգ մենք Դեռ կլսենք։ կլսենք եւ քանի որ ռադիոյում չենք ներկայացել այդ երգերը, Օ, պրեմիերաներ որ- ռադիոյում այո, կլինեն։ ինչու ոչ, պետքա բերենք ներկայացնենք։ Ինչու ոչ։ Ինչու Այո, մենք ինչու չլսենք մենք այդ նոր չլսենք։ երգերը։ Միգուցե ժամանակի ընթացքում կլսենք այդպիսի բան Տիգրան, որ Միգուցե։ կասեն, այ շատ վատ տարբերակ եք Ես ստացել։ մի բան ասեմ, փնփնթան մարդիկ միշտ փնփնթում են, անկախ ամեն ինչից։ Բայց Կարող եք շատ ռադիոլսողներին լավ չես բան կարող անել, խապել։ Մի եթե վատ է կգրեն։ Դե հա, կգրեն, Դե հա, մերոնք սպասել կգրեն։ ենք։ Իդեպ ունենք Ամեն դեպքում արդեն մենք պատրաստ գրառումներ, ենք, այո։ երկար սպասեցնել նրանք չեն տվել։ Բարի Լուիս մեզ ողջունում է Էդիկ Բաբուջյանը, ողջույն Էդիկ։ Ողջույններ, Հրաչ Թևանյանն ասում է բարի Լուիս, բոլորիդ լավ օր եմ մաղթում։ շնորհակալ եմ։ Անգելա Թութլյանն է ձեզ ծափահարություններ ուղարկում։ Ողջույններ։ Գնանք առաջ։ Գայանե Աղայան official անունով օգտատերը, հա, մեր Գայանեն է։ Գրում է բարի Լուիս աշխարհի կենտրոնում հանրային ռադիոյի եւ նրա սիրված ռադիոմեկնաբաններին շնորհակալություն հյուրերին, Ոնց ասեմ։ քանզի այստեղ մաքրամաքուր հայերենն է եւ երաժշտությունը։ Այստեղ եւ ծափահարություններ են ուղարկել։ Շարունակեք գրել հարգելի ռադիոլսողներ, որովհետեւ այսօր այն խումբն է մեզ մոտ հյուր, որ հաստատ Լսեք, գրեք, հոգու լարերին է մեկնաբանեք, այո, դիպչելու այո։ այդ երգերը չի կարող Մի ուրիշ ձգեք ձեր լարերը, այլ դիտեք մեզ։ լարերը։ Այո, բոլորին ուրախ բարի առավոտ եւ լավ երգերի ներքո թող Մայիսյան տոնական լինի առավոտ։ Մայիսյան տոնական առավոտ է ստացվում, այո։ Մերն էլ երաժշտական շքերթն է այսօր։ Մենք երաժշտական շքերթի գլխավոր Մայիսյան մասնակիցներն են։ Մեր ընկերները, որոնք մեզ մոտ ունեն արդեն մշտական, այդպես կարող ենք ասել։ Իդեպ այս երաժշտական առավոտը հրաշալի մի բան տվեց մեզ, նոր ու լավ երաժիշտ ընկերների, որոնք պրոֆեսիոնալ են, որոնց էներգետիկան է շատ լավ եւ կարող ենք փաստել նաեւ, որ հենց ձեր կատարողականության առավելությունը այն է, որ հոգով է ամեն ինչ արվում, բացի նրանից, որ մանրակրկիտ աշխատվում է։ Դուք այդ վայելելով եք անում եւ այդ ամեն ինչը չի կարող չզգալ ռադիոլսողը կամ հեռուստադիտողը կամ ուղակի հանդիսատեսը։ Ես պատկերացնում եմ ձեր համերգներին ինչ է տեղի ունենում։ Անձնագրերուր ենք։ Չի խանգարում կյանքում։ Այո։ Կյանքում չի խանգարում։ Լինում է Լուսինե, այո։ Լինում է, որ խանգարում է։ Այ հենց դա նկատի ունեմ։ Դրա համար եմ ասում։ Բայց ես կասեք զավեշտալի դեպքերը հաստատ շատ են, հիշեք, որ հետո պատմեք համերգները ինչպես են անցնում։ Ծայրից ծայր երգում են, հա, հանդիսատեսը։ Տարբեր դրվագներով։ Մեգավատ գարը ջրով, չգիտեմ, բակարդիով։ Հիմնականում դե մենք ակումբային տոկոսային հարաբերությամբ ավելի հաճախ նվագում ենք ակումբային ֆորմատով։ Այո։ Բնականաբար այնտեղ ալկոհոլ, Դե հա։ Գավաթ չեն ջարդում ավելի վերջում։ անմիջական մթնոլորտում է տեղ ունենում։ Գավաթներ ջարդում համերգներն չեն այո, անում։ պետք է նստես եւ վայելես համերգը, իսկ ակումբայինը ես ամենասկզբի տարիներից հասկացա, որ եթե ես այս երաժշտական ուղղությունն էլ պետքա ներկայացնեմ, օգտվեմ, այսինքն պետքա ընդունես այդ ամեն ինչը։ Բնականաբար ժամանցի կենտրոնը ալկոհոլ, բարձր ձայներ, պար, աժոտաժ, 2-3 ժամ այդպես պետքա ընկալես եւ հասկանաս, այսինքն չես կարող ինչ խանգարում եք, այսպես
դա ճիշտ չէ այդքան մեծ հաշվով։ Կարաբան, Որոշ արտիստներ դիմանում են դրան, որոշ արտիստներ ոչ։ Ինչպես է անցնում մեր համերգները, շատ հետաքրքիր։ Մենք ունենք վայրեր, որտեղ որ շատ հաճախ ենք նվագում, բայց չեմ կարող նմանացնեմ ամեն համերգը մի-միատ։ Ամեն օր ինչ որ մի բան տեղի ունենում։ Մարդիկ են փոխվում, որովհետեւ Փոխվում են, հիմնականները կան եւ փոխվում են։ Օրինակ համերգը սկիզբը պարզ է, որ եթե դա համերգ է սկսվում, արտիստը խումբը դուրս է գալիս, պետք է սկսի համերգը ոնց սկսեցիր, այդպես կգնա։ ընթացքում արդեն պետք է դա էլ հոգեբանորեն պետք է հասկանաս ինչ երգերից սկսես։ Մոտավոր ինչ կատեգորիա է նստած եւ ովքեր են սիրում ինչ երգեր։ Մոտավոր այդպես։ Մարդիկ նստած են, ես արդեն հասկանում եմ, որ գիտեմ սա այդ երգ ինքը սիրում է, ես պետք է երգեմ։ Ճիշտ աշխատանք հանդիսատեսի հետ, ինչպես օրինակ ես ու Տիգրանն ենք հաճախանում, սկանավորում ես հանդիսատեսին եւ փորձում ես հասկանալ ինչ վիճակ է։ Անկախ նրանից, որ ես ակնոց եմ կրում համերգներին, ես որ լուսավոր եմ, քսերոքսել ես անում։ Արմեն, արտարոց դեպք, որ եղել է ձեր ակումբային կյանքում, չգիտեմ, մեկը սիրո խոստովանություն է արել, մյուսը ամուսնության առաջարկություն։ Բաժակն է ալկոհոլային այսպես շփրտել, անհամություններ հարամ է արել։ Բան չի եկել, օթո կողմ չէ, որոշել է ջարդուփշուր անել բաժակը հերթական։ Եղել է դեպք, որ հա, եթե նկատի ունենք անախորժություն պետքա տեղ ունենա, այո, եղել է եւ մեկ նվագել ենք եւ այն ֆիլմերի պես է լինում։ Պատկերացրեցիք շարունակում եք։ Ես ուզում եմ դադարել, բայց մենեջերը ասաց չէ, շարունակեք, որովհետեւ լսող մարդիկ կան, տոնական ծեսկրտուկ է սկսվել։ Նման դեպք եղել է նույնպես։ Ինչպես մի խանգարեք տոնական ծեսկրտուկը, ինչպես։ Այո, եւ դու այդպես նվագում ես եւ մի պահ ուզում ես կանգնես, բայց հասկանում ես որ չէ, պիտի անկեղծ եմ շարունակես։ ասում, ֆիլմեր կան, Չէ, այդ տեսարանի տակ երաժշտություն է պետք, այդ տեսարանի։ Այո, այդ տեսա քիչ էր մնում ռոք-ն-ռոլը լրիվ ատենք։ Այստեղ հիշեցի ֆիլմերից Եղել է սիրո խոստովանություն, այո, եղել է որ լսել է Արմեն, ես քեզ սիրում եմ, այդպես։ Հա, ձեզ են սիրո խոստովանություն արել, հա։ Մենք ձեզ սիրում ենք նադստորբեն, մենակ ինչ չէ, առաջարկություն չեն արել։ Ինչպես։ Ամուսնության առաջարկություններ մեկ-մեկ ու ձեր մեր խմբի հետ կապված չէ, բայց մեր համերգի ընթացքում եղել են, որ խնդրել են նման բարձրաձայն ենք նման գեղեցիկ առիթ եղել է իհարկե, որից մեկը լավ տպավորիչ էր 2022 թվականին մեր խմբի 15-ամյակին, մեր ընկերը շատ մի գիշերվա մեջ երեկոյան ասեց մի հատ շատ կարևոր բան ունեմ խնդրակել քեզ, ասեց ուզում եմ ամուսնության առաջարկ անեմ, դու ինձ կանչի ընկերուհուս հետ նշանացած այդպես բեմ, որ այն մեր սիրած երգը, որ դու կանչում ես, մենք երգենք միասին։ Այդ որ երգի տակ էր։ Դա կարծեմ Երևանի սիրուն աղջիկ կամ Վիկտոր Ցոյի Մալիշի երգներ։ Դե Վարդան բերել պարտեզից։ Այո, ես այդպես էլ ասեցի հրավիր, ինչպես։ Վարդան բերել պարտեզից։ Թե չէ։ Այդպես ինչ եմ երգ, չէ, կարևորը շատ հայտնի երգեր ու ես հրավիրեցի ու անկեղծ ինքը աղջիկը չէր զգացել որ հեսա պետքա լինի եւ այնտեղ ծաղիկներ էինք պատրաստել ամեն ինչ։ Բերեմ պարտեզից։ Եվ ոչ միայն այդ բառական, դե բնականաբար մենք հարսանիքներ ենք նվագում, գեղեցիկ արարողությունը մենք նույնպես տեսնում ենք եւ մասնակցում։ Ճաշակով մարդիկ ձեզ են դիմում այդ հարցը։ Լինում է։ Ռոքի տակ խորովածել կբերեն ինչ։ Իսկ ինչու ոչ։ Եղել են որ ասենք իսկ ռոքոտ նվագել եք խորովածը շատ լավ։ Չի ստացվել անկեղծ է։ Այդքան չի ստացվել։ Հա, բայց նվագելու ընթացքում խորովածի հոտը զգացել ենք, այնպես որ շատ ցանկություն ենք ուզեցել։ Համտեսել եք։ Այո, այո։ Հուսամ հյուրասիրել են։ Միանշանակ որովհետև հայկական հարսանիքներում շատ ուշադրություն են դարձնում Արսանեն ցանդեսում աշխատակիցներին։ Սել փոքր գովազ դրելի որ կողքից լսեն։ Դե կանչեք։ Խումբը հարսանիք էլ է նվագում։ Այո, հարսանիք էլ կնունք, ծնունդ բացի համերգներից է։ Այստեղ ասանք անկեղծ խոսակցությունն է լավ, ես ու Տիգրանն էլ վարում ենք։ Այո։ Կազմվեց վերջ ձեր ամբողջ խնջույքը կապավ։ Փաթեթը ամբողջական։ Այո, դիմեք։ Գովազդային դատարկ վճարեք մեկ խմբի համար ստացեք մեկ զույգ հաղորդավար անվճար ստացվում է։ Բոնուս, չէ՞ տենց են ասում։ Այո, գնանք առաջ։ Այո, շատ հետաքրքիր զրույց ծավալվեց մեզ մոտ, իսկ ասե կոմերցիոն ինչ-որ ունենք ժամանակ եւ մեծ սիրով։ Էլի կխոսենք։ Եկեք լսենք այնուամենայնիվ երաժշտություն։ Լսենք հիմա։ Շատ լավ։ Հաջորդ երգը շատ գեղեցիկ երգ է։ Երգի անվանումը կոչվում է Սառը արև։ Խմբի անունը կոչվում է Եղանակ։ Վայ։ Հեղինակը եւ երաժշտության եւ հեղինակը կարծեմ ուրիշ մարդ է, բայց ողջուներս մեր Սամվել Իրակոսյանին։ Այդ խումբը մեկ երգ ունի այս պարագայում YouTube-յան, ու մենք քանի որ ես խնդրեցի Սամվելին, ասի Սամվել, երգը շատ լավն է, թույլ կտաս մենք խմբով ներկայացնենք։
ու 3-4 տարի է ներկայացնում ենք երգը։ Խումբը կոչվում է Եղանակ։ Այո։ Ինչ Ինչ հետաքրքիր հետաքրքիր է երկի անուններ Եվ Սառը ես Արև։ ասեմ, սա հնարավորություն որ ես ասեմ, հենց YouTube-ում գրում եք Եղանակ Սառ Արև, Բերում է տեսահոլովակ Անձրև։ շատ գեղեցիկ, այո։ Բերում է անձրև մի անգամ։ Միգուցե Անդրև Եղանակին կարելի է երգը լսել։ Շատ Շատ եղանակային գեղեցիկ խումբ է։ երգ է եւ այնքան գեղեցիկ է որ խմբի եւ իմ կողմից որոշեցինք այս երգը նույնպես ընդգրկել մի քիչ ձևափոխված։ Դե բնականաբար։ Լսենք Այո։ տեսնենք այդ Այո։ ինչ հիդրոմետ Ու երգ է։ շատերը սկսեցին հավանել, հարց փորձ անել, սա ինչ երգ է, ում երգն է, որովհետեւ որպես ասենք Կես դրույթ ռասկրուտկա եք անում ես որ խմբին։ մենք ներկայացնում ենք, բայց սա իրենց համար լրիվ նոր էր եւ ուզեցին հասկանալ սա ինչ հին երգ է, ես բացատրեցի որ սա հին երգ չի, սա բավականին նոր երգ է եւ ունի առանձին ձայնագրություն եւ տեսահոլովակ եւ մեր տարբերակը։ Դուք չլինեիք, Այո, շատերը տեսնում։ չէին իմանա ոչ Եղանակ խմբի Այո, մասին, ոչ էլ այդ երգի մասին եւ այնպես որ Միգուցե։ միգուցե։ շատ լավ են արել, որ տվել են, որովհետեւ ձեր շնորհիվ շնորհակալ եմ։ Այ երբ որ իրենք կունենան շատ երգեր եւ ծրագիր Գան կգան մեզ մեզ հյուր։ մեկ երկով չեն կարող Իրենց գալ։ Ցանկանում եմ երաժշտական բարգավաճ ընթացք խմբին եւ շնորհակալություն Սամվելին, Սամվել ջան, կլսես, ես կրկին անգամ ասում եմ շնորհակալություն այս գեղեցիկ երգի համար, որ ունեցանք հնարավորություն ու ես սիրում եմ մարդկանց հարցնել, թույլ կտակ Դե Ապրենք դա օգտագործենք ճիշտ է։ YouTube-ում գրում եք, չէ՞, Իհարկե։ տակը որ սա հարցրել ենք Սամվելից։ Միանշանակ։ Անձամբ հերախոսը զանգել ունենք, որ եթե ինչ ես կզանգեմ Դե կհարցրել։ չէ, տեսորը բլոկեց Գնացինք։ YouTube-ը։ Արավոտը սարերու բարե սարերն ասի բարե օրը զարնեց հոգիսանելա արևին է
Արև Փաստորեն սառը արևով չեզրափակվեցինք, Այո։ էլ այնտեղ քամի կար, մի խոսքով Բոլոր եղանակային եղանակային պայմանները կային։ Ինչպես մեր երկրում Փոթորկող հոգիներում ես կասեի շատերի, այսպես ասեմ։ հետաքրքիր կատարում էր ինչ Ա, պետք է շատ, ստացնեմ շատ գեղեցիկ։ շատ անկեղծ պետք է Շատ, լինեմ այո։ կարելի է խմբին առաջիկայում հրավիրել Մի արա։ կարելի է մենք դեմ չենք Մեկ երկով են ուղակի չենք կարող ժամուկես այդ մեկ երկը պահենք, բայց Թող եթե սկսեն աշխատել, ավելացնել, երգեր սա թող ձայնագրել։ լինի իրենց համար Այո, մոտիվացիա։ մոտիվացիա Այո, որ շարունակեն, ես երկերի ընթացքում հասկացա, որ այսօր այդ սխալը չենք կրկնի եւ ավելի շատ կլսենք, քան կխոսենք, ինչու մենք չխոսենք որովհետեւ խոսենք, բայց Հարուրամյա ռադիոն պետք է խոսի միշտ պիտի խոսի ու շարունակում է խոսել դրա մասին չի խոսքը, բայց նաեւ Հարուրամյա ռադիոն լսում է, երգում է եւ ճաշակ է եւ ճաշակ է թելադրում երաժշտական, սա եւս շատ կարեւոր է։ Շատ խմբեր, շատ երաժիշտներ, երբ կարողանում են որոշակի ճանաչելիություն են ձեռք բերում, հետո սկսում են արդեն մտածել բնականաբար, դա նորմալ է, սուբյեկտիվ օբյեկտիվ պատճառներով գումար աշխատելու մասին, որը եւս շատ կարեւոր է։ Առանց դրա ուղղակի հնարավոր չի։ Բայց երբ որ սկսում են շատ փողի հետևից գնալ, էլի նորմալ է, ոչ այն առումով բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Ինչպես է ձեզ հաջողվում չդավաճանել ձեր սկզբունքներին, մնալ այն տիրույթում երաժշտական, որը ձեզ համար նախանշել էիք, հաշվի չառնելով նաև պահանջները, թեպետ ես վստահ եմ, որ պահանջարկը ստեղծում են երաժիշտները, մենք, այլ ոչ թե այն պիտի տանք, ինչ ուզում եք։ Եվ արդյոք հաջողվում է այդ ամենը պահել, դա էլ ասենք։ Պահել, պահպանել Փոխանցել։ շատ դժվար է։ Դա կախված է բոլորիս առօրյա կյանքից, ոնց նշեցիք, ֆինանսը շատ կարևոր է։ Երաժիշտերի կյանքում նույնպես, բոլորի կյանքում։ Ինչպես են կարող պահպանել այդ Մենք շատ փող ունենք, պրոստը տենց Չեք ասում, ուղղակի չեք ասում, շատ ունենք, բայց չեք ասում։ Տենց ոգի սենց իրականում ես նայում եմ հետ տարիներ առաջ ինչ ծրագիր կար եւ ինչ փոփոխությունների ենթարկվեց, այո, բնականաբար պահանջից ելնելով փոխվեցին երկացանկերը, երկեր կային, որ ես ընդհանրապես մտածում եմ, որ դա իմ երաժշտական ոճը չի, բայց վերջի 2-1 տարում ես հասկացա, որ այո, ստացվում է իմ մոտ, այո, դա գալիս է առաջերտին ես ինչ որ իմ մեջ փորձարկում եմ հասկանում եմ ես կարող եմ տեղավորվել
այդ ոճի մեջ։ Բնականաբար այն որ ասում եմ ռոքից սկսվել է, այո, բայց հիմա մեծ հաշվով ծրագրում բազմաժանր է։ Այո, բազմաժանրը եւ մենք ունենք առանձին պարային դիսկոտեքնի այդպես Նույնիսկ մենք այսօր ինչ-որ բաներ կլսենք, պատառիկներ։ Կարող է Boniem լսենք հանգարց, Boniem կամ Abba, հա, այսօր։ Ինչպես Boniem կամ Abba։ Հարցը նա որ անգլերեն դեռ ես ամեն անգամ գալիս եմ ասում անգլերեն չեմ կարող երգեմ, այո։ Հայերեն երգեք Boniem-ից ոչինչ։ Բավականի փորձում եմ հայերենի եւ ռուսերենի մեջ ինչ որ այդպես երգեր ստանալ։ Սանինը ապրես շատ լավ ստացվեց։ Այո, սկզբունքները, այո, երբ որ դավաճանում ես սկզբունքները, մի տեսակ ոնց որ Մի րոպե, դավաճանել ասելով նկատի ունեք, այն որ գնում եք չասեմ ուժ երկելու նվագելու, այդ բույրը որ զգում եք, չէ, հա։ նկատի ունեմ ոնց օրինակ ասենք ես սկսել եմ ռուսկի ռոքից այդպես ռոք ֆորմատը ռոքա ու հետո մեկ հասկանում եմ ինչ պոպսա է ստեղա փոխվել։ Ոնց որ դա արդեն հետո դառնացել է այս աշխարհը, այո։ հետո ո՞րն է գալիս։ չի դառնանում, չեն թողնում որ դառնանա։ Հետո ցախորդ օրերը անկեղծ ասեմ, մենք խմբով եղել է մտածել ենք, որ ռեստորանային երաժշտություն էլ այդպես ինչ որ ունենանք, բայց մի տեսակ ես հասկացել եմ նախ առաջինը ես ի մեջ հասկանամ, կարում եմ դա եւ ուզում եմ համար առաջինը նոր անցնել նման մտքը, թե չէ։ Հաստատ չեք կարող։ Բայց Դա շարունակի ժանր է։ Տարբեր ոճերի մեջ մեզ պատկերացնենք, երգենք, այո։ Մի րոպե, կա այլ ընտրանքային լավ տարբերակ, եկավ եւ ապացուցեց, որ կարելի է ամենառաբիզ երգից ստանալ գժական ջազ։ Այսինքն նույնիսկ կարող եք վերցնել գիծը եւ ռոքային տարբերակով ներկայացնել ու գուցե ինչու ոչ ավելի հաջող ստացված ստացվի։ Մեջը ժամանակը ցույց է տալիս, որովհետեւ պահեր կա, որ մտածում ես, դա երբեք չեմ անի, բայց հետո կյանքի բերումով հասկանում ես, այո, կարող է։ Ախր խնդիրը երգի բարերի մեջ չի, գծի այստեղ կատարողականության հարց է, կարող ես փորձարկել։ Բայց իմ առաջարկին դուք լուրջ վերաբերվեք։ Վարդեն բերել պարտեզից երգը ռոքային տարբերակով շատ լավ կարող է ստացվել, ես ասեմ ձեզ։ Փորձեք, հետո մյուս եթերին ես խնդրում ենք ուշադրություն դարձրեք այդ ուղղության վրա, որ հաջորդ եթերին այդպեսի փորձենք, որ մեկ երկրից մեկը մեխակներս ում նվիրեմը մոտ 2 ամիս առաջ փորձեցինք խմբել, դեռ երաժշտությունը լավ էր, այո, բայց ես հասկացա, որ դեռ ես չեմ կարում գտնեմ ինձ։ Մեխակները արդեն դասական գործ է։ Միգուցե հաջորդ բայց ֆիքսել եք հանդիպմանը, ֆիքսել եք այդ երգերի բառերի մտքերը ինչքան սիրուն են ու ռոմանտիկ ու ինչքան խորհրդություն կա։ Ուղղակի այդ կլկլոցը խանգարում է ընկալել ամբողջությամբ։ Չէ, բայց դա մեխակներում չկա կրկին։ Մեխակների մասին չի խոսքը, ընդհանրապես նկատի ունեմ։ Հոլանդական են։ Եկեք պայմանավորվենք, որ մի քանի ամիս անց կհանդիպենք ու այդ նման երգերից շարքեր կլսենք, ընկերկեցինք եւ դուրս եկավ ինքը ծրագրից։ Հասկացա, որ եւ խմբի եւ իմ կողմից ինչ որ միտեղ տարբեր բեմերի վրա փորձեցինք, տարբեր էմոցիաներ փորձեցինք։ Տեսակ ոչ ոք չի ուզում խմել ոչինչ, լսում է ձեզ։ Թե հակառակը սկսեցին շատ խմել, այնքան լավ է ստացվել։ Հոգեբանությունը բեմի վրա շատ կարևոր է էմոցիոնալ, երբ որ զգում ես փոխադարձ էմոցիաները։ Երբ ոնց որ ուրիշ լինի, բայց բենդի մեջ չի երգը, այս խմբի հետ չի երգը, ինչ որ մի բան չի ստացվում։ Ձեր հակով չէ, ինչպես ասում են ժողովուրդը։ Հա։ Չափ էլի։ Մենք էլ դե որ անկեղծ ենք։ Չեք կարող, այո։ Ամեն համով խմբերից ենք եւ ամեն անկեղծ խմբերից ենք։ Ճիշտ է։ Լիքը խմբեր կան Հայաստանում, որոնք որ նույնպես որակյալ եւ կարեւոր գործունեություն են ծավալում։ Եվ մենք այդ խմբերից մեկ ռուսերեն ասած «Սամցիբենի պախվալիշ, նիկտոնի պախվալ»։ Դե մենք առավոտից դրանով ենք զբաղված։ Եվ իրականում այո, եւ մենք շատ ուրախ ենք, որ այդ նմանատիպ շատ խմբեր կան։ Իդեպ այդ որակյալ խմբերի շնորհիվ նաեւ փոխվեց հարսանիքների մշակույթը եւ սկսեցին արդեն ավելի շատ նաեւ բենդերի հրավիրել, ինչը ոգևորիչ է։ Եվ այստեղ կարող ենք ասել որոշակի առումով համառությունը եւ կրտնաջան աշխատանքը բերում է։ Այո, շատ լավ է դա ուղղակի։ Մեզ համար էլ է շատ լավ, մենք ունենք հնարավորություն ամեն շաբաթ ներկայացնել որևէ խմբի եւ իհարկե հերթական ուղիղ եթերային համերգը։ Ես դա սիրով ցանկանում եմ, որովհետեւ շատ կարեւոր է երաժիշտների համար նման հարթակներում ուշադրություն վերաբերմունք բնականաբար համերգները մեկ այլ հոգեբանություն եւ աշխատանքի տեսակյունով հանդիսատեսներ գրավելով շփվել, բայց նման եթերները բացահայտող եթերներ, այո, այսքան շատ չես կարող խոսել հանդիսատեսի հետ, այսքան
կոնկրետ բացահայտումներ չես կարող անել եւ դա ձեր շնորհիվ է, շնորհակալություն եւս մեկ անգամ հանրային ռադիոն։ Աշխատում Իսկ մարդիկ սիրում են լսել այն երաժիշտներին, որոնց կատարումներն են լսում, միշտ մարդկանց հետաքրքիր է վարակույրի մյուս կողմը, ետնաբեմը, Անպայման։ եւ փաստորեն այդ հնարավորությունը կա, ինչ լսենք հիմա։ Օ, Մենք դեռ երկու երգ ենք Մանուել լսել։ Մենենչյանի Օ։ երջանկության արցունք։ Թույլ տվեք ահա, շաքաղվել։ Գնացինք։ Այսօր շատ ռոմանտիկ է ստացվում իմ տեսակի եթերը։ Գրիշա ընթացքում մեր երաժիշտների մասին ենք խոսենք։ Երջանկության արցունքները Սարամը դու ինձ տվեր Երջանկության ամբույրները Շարդնարոս վրա դրոշմեցի Երջանկության արցունքները Սարամը դու ինձ տվեր Երջանկության ամբույրները Շարդնարոս վրա դրոշմեցի Կանանը մանար եմ ասող Վարդերը բույրը ինձ մերի Ու շոտներով ատին զայրով Սրտիս կիրկը հագեցուցի Կանանը մանար եմ ասող Վարդերը բույրը ինձ մերի Ու շոտներով ատին զայրով Սրտիս կիրկը հագեցուցի Երջանկության արցունքներով Խոստումներով ինձ տվեր Ու ինձ տալով ուրախ հույսեր Դու ինձ երջանիկ դարձրի Երջանկության արցունքներով Խոստումներով ինձ տվեր Ու ինձ տալով ուրախ հույսեր Դու ինձ երջանիկ դարձրի Կանանը մանար եմ ասող Վարդերը բույրը ինձ բերի Ու շարդնարով ատին զայրով Սրտիս կիրկը հագեցուցի Կանանը մանար եմ ասող Վարդերը բույրը ինձ բերի Ու շարդնարով ատին զայրով Դու ինձ երջանիկ դարձրի Կանանը մանար եմ ասող Վարդերը բույրը ինձ բերի Ու շորտնարով ատին զայրով Սրտիս կիրկը հագեցուցի Կանանը մանար եմ ասող Վարդերը բույրը ինձ բերի Ու շորտնարով ատին զայրով Սրտիս կիրկը հագեցուցի Կանանը մանար եմ ասող Վարդերը բույրը ինձ բերի Ու շարդներով ատին զայրով Սրտիս կիրկը հագեցուցի
Ահա, Հրաշալի շռնդալից արդյունքներ, ծափարություններ։ երջանկության արդյունքներ, շատ լավ տարբերակ, շատ հետաքրքիր, Շատ, թարմացված, ես կասեի update արած եւ լավ փոշին շատ հաջողեց, մաքրած, շատ հաջողեց։ շատ, մեզ այնքան հետաքրքիր Կեցեք, էմոցիաներ։ ապրեք։ Շատերը սկսել են ավելի զույգավորված ապրել, հասկանում ենք, որ այո, բավականին լավ պարային տարբերակ է ստացվել։ Ոչ միայն պարային, այլև հուզական տեսանկյունից է շատ լավ։ Այնքան լավն է, որ story ենք դնում հենց հիմա մեր էջում։ Հիմա դրա համար էր Հա, խանգարում այդ- ես բոլորից ձեր- փորձում էր։ Մենք Այո։ համացած չունենք ձեր օգնությամբ ինչ որ մի բան կարել է։ Այո, մինչև մի բան Ունենք նաև լուսանկարներ այսօրվա մեր Այո, հանդիպումից մենք ասեմ։ աշխատում Այո։ ենք էլի, ամեն ինչ անում ենք, որ Շնորհակալ եմ։ լիարժեք լինի, բայց ինչ խոսք շատ կարևոր է, երբ երկի ռիթմերը աշխուժացնում են, եթե նկատեցիք, մենք հանգիստ նստած չէինք մեր Այո, տեղում, Նույնիսկ ձեր այսպես ձայնայինը։ հնչյունների մեջ սփյուռքի այսպես նշույլներ, սփյուռքահայի նշույլներ նկատեցի։ Հատուկ էի Բաբա։ կարել։ Միգուցե։ Հետաքրքիր Մանվել բան։ մենեգիչանական։ Ես փոքր էի, նայում եմ այդ ժամանակ փոքր էս Ահա։ շատ չէ, բայց հասկանում ինչ որ տես շատ էս ռոմանտիկ սիրո։ Իդեպ երկի օրիգինալը կա մեր ֆոնդում նաև հանրահայտ Այո։ պահվում է Ահա։ Մանվել մենեգիչյանի կատարմամբ։ Անպայման, այո, Արմեն, եկեք ներկայացնենք նաև խմբի Երաժիշտներին։ տղաներին։ Օ, իմ սիրած Այո, հատվածն է, չէ։ հատվածներն, այո։ Գնացինք։ Բարաբանից սկսեք։ սկսենք։ Միշտ իրենք Շատ լավ։ զրկված են խոսքի իրավունքից, որովհետև չեն ունենում խոսափող, որ խոսեն։ Այո, ես Վերջում այդ նստած։ բարակայում ասում տղեկ ջան, ես ձեր մասին կպատմեմ, Այո։ կխոսամ, ինչ ունեք ասելու ասեք, եթե բան եք ասելու ասեք, ես դες կփոխանցեմ։ Շատ լավ։ Ահա։ Ես առաջինը դե խումբը որ շատը բնականաբար այդպես համերգների ընթացքում եմ այդպես երբեմն լինում է, որ ժամանակը դեռ հերիք ասում ես, խոսում եմ։ Կներկայացնեմ մեր շատ սիրելի գիտարահար Լևոն Հայրապետյանին։ Լավ ջան, պատկերացրել լիքը ծափեր են, հիշում ես։ Հիմա Ինչու՞ կան, չէ։ կան, ծափեր ունենք։ Հիմա Իմիջիայլոց եթերում online հնչում են ծափեր են գնում ծափերը։ հիմա։ Այո, Եթերում կան շնորհակալություն։ ծափերը։ Այո, այո։ Պատկերացնում ենք այդպես։ Ահա։ Լևոն Հայրապետյանը ես վերջերս ասացի մի հատ շատ գեղեցիկ տեքստ եւ հիմա էլ կասեմ որ Լևոն Հայրապետյանը այն մարդն է, որը որ կցանկանամ որ ամեն մարդ ունենա գոնե նմանատիպ ծանոթություն, մտերմություն նմանատիպ մարդու հետ, որովհետեւ շատ բարի մարդ, շատ կամեցող մարդ եւ շատ երաշտասեր եւ ընկերասեր մարդ։ Լևոնին շատ մարդ է ճանաչում, ոչ միայն Another-Story-ից ես հետ կգնամ տարիներով Mineral խմբի Այո։ գիտարահար, երգիչ եւ ներկայացուցիչ այդպես շատ հարցերում Լևոնը մինչեւ Another-Story բանդը նվագել է մի երկու տեղ էլի խմբերից եւ 18 թվականից լավ ջան, շուտով 10 տարի է դառնում իրար հետ այս խմբում անբաժան եւ շատ կարեւոր Դուք եք երաժիշտ երաժիշտ խմբի Մենք Լևոն 25 Հայրապետյան պլյուս ենք, Դուք էլ իրար հետ աշխատում այդքան։ Տակտիր է։ հաջորդ բարձրագույն եւ պրոֆեսիոնալ երաժիշտին եմ ներկայացնում Սպարիկ Սարգսյանն է Կրկին Սափ է, ծափեր։ սափ է։ պաուզա ենք տալիս ծափերով Գնում են ծափերը։ Սպարիկ Սարգսյանը Another-Story բենդի մեջ շատ կարևորագույն հիմք է առաջ ներդրել 10 տարուց ավել է արդեն Սպարիկը նվագում է 15 թվից, այո 11 տարեկան 11 տարի արդեն միասին ենք Սպարիկ Սարգսյանը Another-Story երաժշտական այս մասը ուզում եմ ֆիքսենք բոլորս որ գործիքավորումը հիմնականում Սպարիկի պրոֆեսիոնալ տարիների անցած երաժշտական ճաշակից ներդրված է այստեղ։ Սպարիկ Սարգսյանը նույնպես հանդես է գալիս Mineral խմբից տեղնաշանային գործիքներ նվագող, էլի հետ են գնում, Լևոնի հետ անբաժան ընկերներ, Սպարիկի նույնպես շատերն են ճանաչում երաժշտական աշխարհից եւ մի 30 տարվա, 20 տարվա ընթացիկ եւ հիմիկվա նոր սերունդը նույնպես ուշադրություն են դարձնում Սպարիկ Սարգսյանի երաժշտական գործիքին։ Ես խնդրում նշել սպարիկ, այլ սպարինգի հետ չշփոթել։ Սպարիկ։ Այո, այո։ Սպարինգը լրիվ Անձնագրում այդպես է գրված։ շատ հետաքրքիր անուն է, Սպարիկ շատ։ Սարգսյանը հիմնականում ես իր հետ եմ շատ նվագում, եթե դաժե անգամ բենդից դուրս երկու հոգով ենք նվագում, փոքր, то Սպարիկ Սարգսյանը Սպարիկը Դե, մշտական ունի։ այնպեսի երաժշտական գործիք է, որ այո։ Շատ հարմար է տեղափոխել։ ասել այդպես փոքր մի նայեք, բայց պրոֆեսիոնալ Այո, ձայներով ամեն ինչ ու Դրեցիր, ինքը թե վետակու բավականին գնացիր։ շատ լավ է հասկանում օգտագործում Հա, ճիշտ է։ եւ տեղափոխման համար լավ է շատ են հետաքրքրում Շատ, ոնց շատ։ ես դու կարող ես փոքր գործիքի նման չափերով դու այդպես նվագել Սպարիկ Սարգսյանը Ահա։ հաջորդը անցնում ենք առաջ
Շուտ Սափեր մեր եթե։ Հարվածային գործիքներ ճիշտ է, Այո։ հետևի մասում այնպես վերջում նստած է, բայց քանոր չի կարող գալ առաջ, գործիքը թույլ չի տալիս։ Լավ էլ կարող է։ Բարսակոն երաժիշտ Արմեն Ավետիսյանն է։ Ուրա, ուրա։ Ուրա։ Արմեն Ավետիսյանը նույնպես տարիներով անցած ճանապարհ ու փորձ ունի։ Սենց ես բացատրեմ։ Ինչքան վերջի տարիներին այդ երիտասարդ հարվածային գործիքներ, որ դուք կտեսնեք, Տեսնում ենք մեծամասամբ իմացեք, աշակերտներն են։ ուսուցիչը Արմեն Ավետիսյանն է։ Բրավո։ Եվ հիմա էլ եմ ասում, ովքեր կուզենան, որ Սովորել ձեր երեխան կամ դուք կուզենաք հարվածային թերապետի գործիքներ, թմբուկներին։ Արմեն Ավետիսյան։ Արմեն Ավետիսյանը աշխարհ տեսած երաժիշտ է, ինչու եմ ասում դա։ Բրազիլիայից մինչև Ավստրալիա։ Օ, ինչպես հետաքրքիր աշխարհագրություն։ Այդ տիպի, Դե կներեք։ այո, ժամանակին, այո։ Հիմա մենք չենք թողում գնա, որովհետև առանց իրա չենք կարող։ Այո, Արմեն ձեզ էլ տանի Ավետիսյանը, իր այո, հետ։ դասավանդում է շատ տարբեր, եւ պետական քոլեջներում դասավանդում է, կրթված երաժիշտ, մի խոսքով Մեկ կուլտուրական մարդ։ մեկ կուլտուրական մարդ։ Անցակ առաջ։ այո։ Ահա։ Հրապարակ են մտնում ջութակարները։ Դուտակար Արթուր Մարտիրոսյան։ Ծափարություններ։ Ծափարություններ։ Ինչու՞ չեն Համեստության տիպար։ ծափարություններ։ Այո, ջութակ։ Շատ համեստ է, նույնիսկ չի էլ նստում, աթոռ ունի, բայց չի նստում, Շատ ամբողջ հետաքրքիր եթերի ջութակ է Միչայլոց։ Աչքս միանգամից Շատ ուշադրություն։ լավ։ Արթուր Մարտիրոսյանը Another Story Band-ում 12 թվականից նվագում, Արթուրը արդեն բոլոր մեր այստեղի Գրանցված է արդեն։ Այո։ Դուք էլ մշտական ունեք։ Ջութակարը շատ բարի, խելացի։ Ջութակ lights։ Այո, շատ ենք։ Ջութակ lights, lights։ Ջութակ lights, այո։ Փոքր Այդպես պես համեստ։ անցանք առաջ։ Առաջ։ Եվ Բաս գիտարահարը գրեթե 1 տարի է մեզ հետ նվագակցում է։ Ահա ֆիքսեցինք որ։ Դինիս Անդրեևիչ Պադիմիրովն է։ ես ինչի Դինիս։ գրիշում։ Չէ, Դինիս։ Слопотик, Денис, аплодисменты для Для вас вас сейчас специально, в специально эфире. звучат. Դինիսը բարի աչքերով երաժիշտ է, ես Սկացվա։ միշտ այդպես ասում եմ։ Դենիսի համար Музыкант ծափարություններ։ добрыми глазами, всегда добрые глаза. Ինձ թվում է նաև այդպեսին էլ կայինք Իսկ ոնց եք գտել այդ բարի աչքերը։ Դինիսը մոտ 3 տարի, 3 տարուց ավել արդեն Հայաստանում է այստեղ, բացի միջև մեր խումբ գալ այստեղ երաժշտական խմբերում փորձել է այդպես նվագակցել իր հայրենակիցների հետ եւ Դինիսին կարող եք լսել ընդհուպ քաղաքի կենտրոնում Բաթության 1-1 փողոցերում Ինչ եք աստեղից ասում։ Դինիսը, այո, Հա, նվագում է։ Այսինքն Դենիսը երաժիշտ ռելոկանտ է։ Այո, այո։ Եկել է այստեղ, հա դա։ այո, Ուդալյոնկա։ Нет, не Շատ удаленка։ տաղանդավոր եւ Վիրտուալ գրագետ կա։ երաժիշտ է, համեստ, երաժշտական առումով առաջարկ ստացավ Դինիսը եւ ես էլ իր երաժշտությունը նվագել հասկացա, որ այո, խմբին համապատասխան Հավանեցիք։ հրավիրեցինք 1 տարի մոտավոր արդեն Շատ լավ է։ Դենիսը այստեղ է։ Կամավոր հիմունքներով է աշխատում Դենիսը Այո, այստեղ։ այո, գոհ է, երջանիկ է Ահա, եւ շատ Էլի սիրում չէ է։ պետք։ Գնանք առաջ։ Այո, Եվ- գնացինք առաջ։ Էլի ոնց։ 2026 թվականին Այ Գրիշանիկն ես է։ փորձում եի հիշել էֆիր այստեղ ու եթեր գալուց ուզում եի հաշվարկերի որ երրորդ երաժիշտն է լինում Գրիշա Կլիմովը, Այ, սաքսոֆոնար Գրիշա Կլիմով։ Ծափարում ենք Գրիշայի համար Ծափարություններ։ եւս։ Ահա։ Աբլադիսմենտը։ Այս միջազգային խումբ է Այ, դարել Another չէ։ Story Band-ը։ Իսկ հաջորդը կլինի Աֆրիկայից երաժիշտ։ Չէ, Սևամորթներով Տումամումբա։ պարույներ։ Այստեղ շատ կարևոր մի բան կա։ Հիմքը բարեկամությունն է, համերաշխությունն է, ու Եվ լավ երաժիշտը բոլորին ընկերություն է։ միացնում է։ Այո, ճիշտ երաժշտությունը ես կասեի։ Ահա։ Գրիշա Կլիմովը 2026 թվականի հենց հունվարի 2-ից նոր տարվա գիշերը Ներմուծվել է ձեզ մոտ, որպես Այո։ նվեր։ 1 ամիս առաջ մենք մեր շատ սիրելի Արևիկ Լաունջում նվագում ենք, այդպես jam session-ա կոչվում դա։ Գիտենք։ Գրիշան հրավիրված էր, մենք էլ այնտեղ նվագում ենք եւ տնօրենը ասաց, տղեկ, դեմ չեք միանա այդպես նվագեցինք։ Ու հասկացաք, որ լավ էլ կարող եք։ Այդպես լսվեց, հետո ու մենք նախատեսում ենք ծրագրին փոփոխություն։ Նոր տարի ամանոր էր, դա ամեն ինչը զբաղված էինք եւ նոր ամանորյա օրերին զանգարեցած Գրիշա, քեզ հրավիրում ենք համերգի, միանգամից հունվար 2-ին արի եւ Միանգամից։ ընդգրկվի խումբ։ Բայց գումար չեք տալու։ Արի հունվար 2-ին նվագի, բայց գումար չեք տալու։ Մի ամիս կաշխատես, Գրիշան ծանոթանանք, գումար չեք տալու։ Մանդարին Հայաստանում։ ապելսին Ահա, բանան ցածր։ տարվա Պատուկ այդպես բանով։ նվերել։ Գրիշան որքան ժամանակ է Հայաստանում է։ Գրիշան նույնպես Գրիշ, ты 3-4 года здесь, да, в Երևանի уже։ 3 года уже, да։ Ահա։ Երկուսն էլ շատ սիրում են Հայաստանը, Երևանը եւ Մաքուր հայերեն խոսում են երևի արդեն։ եւ ուզում են մնալ այստեղ։
Իմիջիայլոց Քաղաքացիություն բազմաթիվ ստանալ, մնալ, շարունակել, զարգանալ, ամուսնանալ, ամուսնացած չէ։ տեն ծաղկեն, տենց շատանան։ աղջիկներ։ Արմեն, կեցեք, որ դուք ամրապնդում եք պաստոն բարեկամությունը։ Սա շատ կարևոր է, իհարկե։ Եվ ես հետաքրքիր մի բան եմ նկատել, ազգությամբ ռուս են մարդիկ, որոնք տեղափոխվում են Հայաստան։ Այնքան հետաքրքիր վիդեոներ են նկարագրում, մեկ ասում եմ ուզում եմ ես էլ այդ երկրում մենք էլ չգիտենք ինչեր կան, իրենք հայտնաբերում, տեղում գտնում են, այո։ Շատ հաճելի է, այնպես որ շատ ուրախ եմ։ Հայերեն խոսում են, չիմացանք վերջը։ Մի քիչ սովորել եք հայերեն։ Մի քիչ կլաս։ Եվ ասեմ, հայերեն ծրագիրը այդքան խնդիր չառաջացավ իրենց հետ, մենք էլ հնարավորինս փորձենք բացատրել, դե երաժշտականը մի քիչ ավելի ընկալ էր իրանց ֆարսատե նոտաներով բանով, տեքստերի հետ կապված ես իմ տեսակետով ամեն երգը փորձում ենք, այո, խմբով բացատրել։ Բայց ասեք, որ եկան խումբ ով սիրուն գիտեին արդեն, Միմինոյից լսել էին։ Ով սիրուն։ Դուք ուշակում եք մեր երկացանը։ Լուրջ հիմա դա է լինելու։ Ես զգացի, որ ով սիրունը դա եւս միջազգային հիթ է։ Այո, վերջերս ասեմ ձեզ համացանցում ես այդպես հանդիպեցի, ինչ որ մի հատ բլոգեր անալիզ էր արել, անալիտիկա ամեն երգը համաշխարհային տեսակետով տարբեր ազգերին, տարբեր պետություններին ներկայացնել ու բոլոր միանշանակ ասում են, որ ռեյտինգով այս երգով սիրունը ամենաբարձրն է որպես հայկական երգ։ Բոլոր ազգերը ասում են սա հայկական երգ է, այսպես ռեյտինգ ունեցող երգ է։ Իմիջիայլոց երգից անմիջապես հետո մեկնաբանություններ կկարտամ, որովհետև ռադիոլսողները նաև հարցեր են ուղղել։ Այո։ Նույնպես այնքան գեղեցիկ ստացանք, որ երբեմն ես ասում եմ, այնքան սիրուն ենք ստացել, որ անգամ մեր դուրն էլ է շատ գալիս։ Ինչ հաճելի է։ Այսպես անվանում ենք տալիս բոլոր երգերին, այս երգը այսպես մոկրի ասֆալտ բան այդ Դանդաղ արտասահմանյան ոչի մեջ այդպես Իսկ տված մեքենայի գույնի մասին եք խոսում։ Մի վարքյան ժողովուրդ։ Իսկ դուք գրեք հարգելի ռադիոլսողներ, որ դրանք անպայման մենք ընթերցենք, այո։ Another Story Band-ն է մեր ուղիղ եթերում շարունակում ենք։ Վայելենք։ Ով սիրուն ինչու մոտեցա սրտիս գաղտնիքը ինչու իմացա միամեղ սիրով ես քեզ սիրեցի բայց դու ամիրավ Դավաճանեցի միամեղ սիրով ես քեզ սիրեցի բայց դու աներավ դավաճանեցի ախ եթե տեսնեմ օրերից մի օր Դու մանես գալիս Դախուրում ոլոր Ընկեր կդարնա Ես քո աշտերի Մենակ չեմ թողնի Իմ սիրած յարին Ընկեր կդարնա Ես քո աշտերին մենակ չեմ թողնի Իմ
սիրած յարին Ով սիրում երբ որ ես կրկին հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին նորից արվում է ուշերս ամար նորից գործում է Կունիվ դատար նորից արվում է ուշերս ամար նորից գործում է և կունիվ դատար Ես քո աշտերին մենակ չեմ տոնի իմ կարոթյարին անգեր կդառնա ես քո աշտերին մենակ չեմ տոնի իմ կարոթյարին Կրկին ծափահարություններ, տարբերվող տարբերակ այո, սիրված երկիր։ շնորհակալություն, Սայլ։ Շարունակում ենք Another Story Band-ն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում, եւ Մենք մենք վայելում լսում ենք հին ենք նոր այս լավ առավոտը։ կատարումներ, նորացված, շատ հետաքրքիր։ Ու անդադար ընկնում Ակադի հաճելի համար հուշերի հաճելի, գիրկը։ այո։ Այո, Սահակ Սարգսյանն ասում է բրավո, այդքան այերով էր էլի գրել, փորձեցի բոլորն ասել։ Արտակ Մխիթարյանը ծափահարություններ է ուղարկում։ Էլեն Հովանիսյանն է ձեզ ողջունում, Արտակ Մխիթարյանն ասում է բարի լույս բոլորին եւ Սահակ Սարգսյանը հարցնում է։ YouTube-յան էջում կան երգերը, ողջուններս ձեզ բոլորիդ։ Այո, կան երգերը, հիմա խնդրում եմ Որոշակի երկեր լուսավորեք։ կան, այո։ Այն երկերը, որոնք որ հասցրել ենք ձայնագրել, բնականաբար YouTube-յան էջում եւ տեսլովակի տարբերակով կա եւ ձայնագրված նկարով կարա լինի կամ այդպես Մեր հաղորդումներից պատառիկներ էլ կան, չէ՞, կարծես։ Այո, միանշանակ որակյալ ձայնագրությունները մենք տեղադրում ենք, որպեսզի շարունակեն, եթե այսօր բաց են թողը, ընթացքում շարունակեն լսելու շատերը բավականին այս տարբերակներն են լսում, ասում են ոնց որ տեղում հասկանում ենք ժիվոյի կատարումը, այդպես, բայց որակյալ, որովհետև համերգ ընթացքում հեռախոսով ձայնագրված բան այդպես եւ անորակ է ստացվում, տեխնիկական խնդիր կար առաջանա եւ ձայնագրության խնդիր, այնպես որ այս պարագայում շնորհակալություն հայտնենք նաեւ հնչյունային ռեժիսորներին որակ ապահովելու համար։ Արթուր Խաչատրյան, այո, ծափեր կհնչեցնես Արթուրի համար։ Այն լավ ծափերից։ Այն լավ ծափերից նաեւ Նորայրի եւ Ռուզաննայի համար, որովհետեւ նրանք բոլորը կադրից դուրս աշխատում են, որպես այն տարբերակները ապահովում են մեզ համար, որ մենք ուղակի վայելենք ձեզ հետ միասին այս ամենը։ Ունենք կես ժամից էլ քիչ ժամանակ, հետեւաբար ես առաջարկում եմ լսել հաջորդ երգը, եթե նորմալ։ Պատրաստվեք ապարելու հանդիսատես։ Ուրա, գնացինք, ինչի տակ ենք ապարելու։ Տեսնենք ինչ ենք լսում։ Հայնի գնինար։ Չէ, դե լավ։ Սիրուն աղջիկ։ Սիրուն աղջիկ։ Երևանից։ Այո, դե հա, բնականաբար։ Այս երգը նվիրվում է ինձ։
Կարող ես, ինչու՞ ոչ։ Ինչու՞ ոչ։ Ոնց ասես։ Պատրաստ եմ։ Երևանի սիրուն աղջիկ որտեղ ես Երևանի սիրուն աղջիկ ունքերոտ կամար հաստատ գիտեմ որ ծնվել ես միայն ինձ համար Զարգիս անուշ տաղով Գեզամ ես կենցում Արին ազով, արիս ազով Ինչ ես ինձ տանջում Գնացիք միասին Ինձ պես անուշի Շահետյար ունես Երևանի սիրուն աղջիկ Էլ ինչ դարդ ունես Ինձ պես անուշի Շահետյար ունես Երևանի սիրուն աղջիկ Անգին կար ունես Աշուղ դարձած քեզ եմ կանչում Ուրս իմ անգի Քեզ եմ սախած սիրո այգում Միշտ հակում սպասում Գիրին զերքիս անուշ տաղով Քեզ եմ ես կանչում Արին ազով, արիս ազով Ինչ ես ինձ տանջում գնացիք միասին Ինձ պես անուշի Շահետյար ունես Երևանի սիրուն աղջիկ Էլ ինչ դարդ ունես Ինձ պես անուշի Շահետյար ունես Երևանի անուշ աղջիկ Անգին կար ունես Արետից օգտվելով ուզում եմ ասեմ շնորհակալություն բոլորին, սեր ուրախություն բոլորի սրտերում։ Եղեք միշտ ուրախ, ժպտերես։ Պատրաստ եկեք միասին Ինձ պես ավեսով Շահետյար ունես Երևանի սիրուն աղջիկ Էլ ինչ դարդ ունես Մի անգամ ևս Ինձ պես անուշի Շահետյար ունես Երևանի անուշ աղջիկ անգին կար ունես Երևանի սիրուն աղջիկ Էլ ինչ դարդ ունես Բուրընձավարությունների։ Այո, ռիթմիկ Մի բաներ պակասում ես երկի մեջ։ ինչ։ Այս տարբերակներ պակասում։ Այդ Ես պարապել եմ այդ ռիթմի ստացվում տակ այդ դա է եմ։ պակասում։ Ես պատկերացնում եմ ինչ է կատարվում Back vocal. համերգների ժամանակ։ Հաստատ բոլորը Երբ, ձայները Մենք կհանեն։ ձեզ հրավիրում ենք, մենք տեսնենք որտեղ։ Ուզում եք գովազդել դրա առաջիկա համերգը։ Այո, Դե ասեք։ ինչու ոչ։ Ինչու ոչ։ Այդպես ասեք։ Մի Դե արա։ ասեք որ եք հրավիրում ես, մենք էլ իմանանք ինչ։ Դուք եք մեզ գալիս։ հրավիրում մի օր, մենք ենք ձեզ Լավ։ հրավիրում։ Եվ նշանակ
մենք դեմ չենք։ Մերը ոչ կոմերցիոն է իհարկե, բայց ձերը կոմերցիոն է, բայց ոչինչ։ Մենք բարի ենք։ Այսօր բարի ենք։ Ուր եք մեզ հրավիրում առաջիկայում, ասեք գանք։ Ուր գանք։ Հիմնականում ուրբաթ օրերը, այսինքն իրավունք ունեմ ես անվանումներ ասել։ Դե ոնց ասենք, իրականում չէ։ Բայց արագ ասեք, արագ ասեմ մարդ չլսի։ Մենք չենք։ Ուրբաթ օրերը հաճախ գիտեն մենք հիմնականում որտեղ ենք նվագում, Մոսկովյան 37-ը հաստատում։ Այսպես ասեմ, լավ, քանզի որ այս պարագայում Facebook, Instagram մենք չունենք, հետևեք ովքեր ուզում են հետևել համերգներ ներկա լիներ, Telegram-ում Another Story Band-ը ունի edge, որտեղ այնտեղ տեղադրվում է։ Ահ, Telegram-ում ունեք։ Այո, TikTok-ում դե մետա պլատֆորմի հետ կապ չունի, TikTok-ում այս տարի են բաց է, այնտեղ էլ է տեղադրվում։ Այս պարագայում այդպես է, որ Another Story Band, Արմեն Ցոյջան այդպես մի խոսքով շատ արագ կարող են Գտնել։ դուրս գալ մեր համերգների ընթացիկ։ Բայց մշտական տեղը Մոսկովյանն է բնականաբար։ Այո, տարիներով այնտեղ Stop. մենք նվագում ենք, այո։ Դե լավ։ Ակնարկվեց։ Միացյալ ուժերով։ Ամեն շաբաթ գրեթե մեկ համերգ կամ Պարտադիր կա։ Այն որ պետք է, այո, հեսա Ռիթմը պահում եք, էլի։ Համերգներ կսկսվեն այնպես որ հետևեք, մենք կտեղադրենք եւ ամեն ինչ կտեղեկանաք։ Այստեղ Սահակ Սարգսյանն ասում է խորին շնորհակալությունս եմ հայտնում, ես գտա YouTube-ում եւ այսօր է վետ կլսեմ մեքենայից մեջ, այո։ Իսկ մենք որակ կտանք։ Լիլիա Պետրոսյանն ասում է շատ հաճելի է, ականջահաճո առավոտ եք պարգևում, շնորհակալություն, խմբին վերելքներ եմ մաղթում եւ սրտիկներ։ Դե տաշած քարը գետնին չի մնում եւ քրտնաջան աշխատանքն ու պատասխանատվությամբ մոտեցումը միշտ հստակ երևում է կատարումներից, քանի որ ունենք քիչ ժամանակ, ես էլի շտապում եմ, շունչ քաշեցիք, թե էլի կարող խոսենք, թե բավարար։ Եկեք գնանք երգ լսենք։ Ինչ ենք լսելու։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքները, մենք անպայման դրանք կընթերցենք։ Ձեզ դուր եկած երգը նաև։ Այո։ Մենք բաժանվեցինք և թվում էր ինձ Քեզ կմոռանամ անցնող օրերում Ինչ իմանայի որ քամու շնչից թույլ կրակներն մեմեա մարում ու գնամ Երբ ամեն ճամփա ձեր տունը բերում որ հեռուներում կարոտես մարեմ Երբ քոնեն հավետ մոտիկնում հեռում որ հերվից հերոն կանչելու է միշտ քո ձայնը թովիչ ու սիրտաս քո ձայնից հերոն ձեր տան ճամփաներ փնտրելու նորից դուր գնալ
բերում որ հերմերում կարուտս մարել և գոնեն ավել մոտիկն ու հերում ուր գնա ուր տապարել երբ ամեն շամբան ձերտում է բերում որ հերմերում կարուտս մարել և գոնեն ավել մոտիկն ու հերում մոտիկն ու հերում մոտիկն ու հերում մոտիկն ու հերում Բրավո, շնորհակալություն։ Այս երգով էլ տարակ բոլորովին այլ աշխարհ, անկեղծ ասած, մի տեսակ մտածելու տեղիք տվեց, խորհելու։ Հաջան։ Երկու տարբեր ոճային այդպես տարբերակում արեցինք իրար եւ ստացանք այս գեղեցիկ երգը։ Յուրօրինակ ես կասեի։ Կամ Հովհաննիսյանը շատ գեղեցիկ երգեր ունի եւ շատ արտիստներ եւ երգչուհիներ ներկայացնում են։ Մենք էլ մեծ սիրով ուզեցինք ընդգրկել այս երգը մեր ծրագրում։ Այսօր շատ արագ է ժամանակ անցնում, Another Story Band-ի հետ։ 13 րոպե ունենք իմիջայլոց, ես ձեզ ասեմ ընդամենը։ Սա խոսում է նրա մասին, որ որոշ ժամանակ անց էլի են գալու։ Երկարացնել է պետք ժամը։ Ինչ խոսք։ Երբ հետաքրքիր է անցնում ժամանակը, արագ է թռչում բնականաբար, զուտ նաև դրանով է։ Հետո դուք են երկիչներից եք, որ միշտ ձեզ հետ զրուցելու բան կա։ Թեմաներ կան, այո, դա է պատճառը նաև։ Այսինքն այստեղ երաժշտության հետ նաև բովանդակությունն է, որ մեկը առանց մեկը մյուսի մի տեսակ են չի։ Միշտ ուրախ ենք ձեզ հյուրընկալելու։ Մենք էլ շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալելու մեր ուղիղ եթերում, այնպես որ եկեք ժամանակ չկորցնենք եւ լսենք հաջորդ կատարումը։ Ինչ ենք լսելու հաջորդիվ, ես նաև ուզում եմ տեսնել ինչ են գրել, այդ ընթացքում ինչ կասեք։ Լու։ Մեր սերը չի ծերանում։ Այստեղ ուզում եմ եւս մեկ մեկնաբան, հա, սա կարդացել էի կներեք, խառնում եմ էլի արդեն։ Մեր սերը չի ծերանում։ Սիրված երգեր են եւ կարող եք երգել նաև ռադիո լսողներ, իհարկե հարևանների մասին մտածելով երգեք, բայց երգեք, բարեք, երգեք։ Գնանք։ Ահա։ Դու ցավիկ ես, բույրով ես հարուստ Դու արև ես, լուսով ես հարուստ Իմ սրտի մեջ հուն է առաջի Սիրո Իմ երազն է երազները քո Իմ սրտի մեջ հուն է առաջի Սիրո Իմ երազն է երազները քո La 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 Անցնում են օրեր և հեռանում La 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 la
սերը երբեք չի ծերանում Դու և մոտ ես և անչապերով Դու իմ բախտն ես և իմ ցավն ես դու Արցատվել են իմ ազրը կարոտից Ինչպես մութը աստղի շոյերից Արցատվել են իմ ազրը կարոտից Ինչպես մութը աստղի շոյերից Անցնում են օրեր և հեռանում Մեր սերը երբեք չի ծերանում Նայում եմ ես քո բարի աչքերին Եվ դառնում եմ նորից քո գերին Արցունքներդ գոհաներն ու լույսեր Ամեն արցունք սերը այրոքսեր Արցունքներդ գոհաներն ու լույսեր Ամեն արցունք սերը այրոքսեր La 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 Անցնում են օրեր և հեռանում La 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 Մեր սերը երբեք չի Ձեր ուրախություն բոլորի սրտերում ծերանում Կրկին ծափարություններ են հնչում Another Story Band-ի համար մեկը մեկից հրաշալի կատարումներ ընտրանի հատուկ մեր լսարանի համար ու հետաքրքիր մեկնաբանությամբ էր ինձ համար անսովոր ռիթմիկ տեսանկյունից Բայց մի քիչ տխուր էր էսի Ավելի տխրեցրել ավելի էիք։ տխրեցնող էր ոչ մոտիվացնող էլ այսինքն եթե սիրում են կարող են Լա, բաժանվել լա, լա, լա։ Այս տարբերակում կբաժանվեն սիրող սրտերը Էլի, երևի, թե չէ։ չէ բաժանվի Կմիանան Ոչինչ, սրանից հետո մի հատ բան այդ պարագայում հենց բաժավել, մի հատ պարային աշխուժ գեղեցիկ երբ ներկայացնենք կմիանան։ Ով այդպես Մենք երբեք չենք թողի բաժանվեն։ Դե կարևորը դա է Մենք ունենք 5 րոպե կարծես Մեկ երկի հնարավորություն ունենք։ Այո, մեկ երկի հնարավորություն ունենք, այնպես որ ժամանակը շատ արագ վերջի երկը տվեք։ Այստեղ թող որոշեմ, որ երկով ենք Ինչպես եզրափակելու դատարանում վերջին խոսքի հնարավորությունը Վերջին խոսքի վերջին երկի հնարավորությունը այսօր, բայց էլի հետո էլի կլիներ իհարկե։
Ինչով եք որոշում Եզրափակել ծրագիրը, դա էլ Շատ ասեք։ կարևոր երգ է, տեքստով այդպես հիշողություններ անցյալ, բայց մեր տարբերակով պայտակ այդպես ոգևորիչ այդպես երաժշտությունը փոխված է Մի քիչ փոխել եք, հա։ Ուզում եք կանոնը մի ասեք, մենք փորձենք լսել գուշակել։ Վերջում հրաժեշտ տանք։ Եվ շատ Կարծում եմ։ սիրելի երգչի երգերից մենք ունենք ծրագրում, շատ ենք այստեղ ներկայացել։ Հիմա այս երգն ենք ներկայացնում։ Լավ։ Չենք լինի 20 տարեկան մեր կյանքում երջանկություն որ խշում է առանց արի անհատնում գանց երազների որով լսված էր իմ հոգին ու ես հիշում եմ իմ մանկության անհատնում գանձը բարության առաջ ես որ երբեք չի կրկնվի կարապի երկ որ երգում է մի անգամ վերջին անգամ մենք չենք լինի իմանացին սիրո կրքշա ինձ երասները իմ մանկության այն օրերը երջանկություն որ կփնտրեմ ձեզ մինչև անցած գարուն երասների անցակ սակայն իմ մեկն մի շուտ անցավ 20 տարի անցած իմ սեր երկնի բարե համբուն ամգին որ երբեք չի կրկնվի կարապի է անգրկնելի որ միշկ երկվի մենք չենք լինի Սիրո կրքշա մենք չենք լինի 20 տարեկան մենք
չենք լինի 20 տարեկան Ֆինալային ծափարություններ Այո, եւ շատ ծափարություններ։ արագ ուզում ենք դեր շնորհակալություն հայտնել Շնորհակալ այսօրվա հրաշք եթերի համար։ Էլ չենք լինի 20 տարեկան, բայց կշարունակենք շարժվել առաջ եւ իհարկե նոր Միանշանակ, ձեռքբերումներ ունենալ։ Եւ Another կհանդիպենք story- երկուշաբթի։ Այո, Լայլասին։ Another Story Band-ն էր այսօր ձեր առավոտը դարձնում երաժշտական, շնորհակալ ենք բոլորիդ։ Խորը շնորհակալություն Հաջողություններ։ Հաջողություններ, ձեզ կհանդիպենք կրկին Այո, հանրայինի շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Շնորհակալություն բոլորիդ սրտով Շնորհակալ ենք նաեւ ռադիոլսողներին։ Այո, Կհանդիպենք Տիգրան երկուշաբթի։ Հարությունյան։ Լուսինե Մուրադյան։ Հաջողություն։